երթով իջնում ենք պետական այն մարմինների կողքով ենք անցնելու, որոնք պատասխանատու են հանցագործության բացահայտման համար, պետք է բոլորս միասնական ցույց տանք, որ սա չի ծածկվելու։ Խնդրեմ, ձեր երթավը վտանգ մենք ուղեկցենք։ Չեմ թողնում անցնենք։ Սա արդեն անօրինականություն չի համար։ Դուք եք ստեղծում սադրան։ Դուք եք ստեղծում սադրան։ Անցեք, փողոցը։ Հակում եք այդտեղ։ Սադրան չեք անում, արեք հիմա կտնենք ընթացքը։ Ամոթ ես։ Հայ եկնու։ Ինչ այ։ Արի։ Խնդրում եմ, էլի անցեք են կողմը։ Նա տղեր կողեք։ Հայտարարում ենք մեր հիմնական պահանջը՝ պատժել իրական մեղավորին։ Ես ինքս իմ անունից ասում եմ, իրական մեղավորը ամենաառաջի օղակը այդ Նեմեցն է։ Առաջի պատասխանը բայց շարունակում եմ։ Նեմեցը իրան կոմպլիմենտ է։ Ինքը թուրք է, ինքը նեմեց չի։ Դուք միայն հանցաշխարհը սպասարկողներ եք, դուք մորթապաշտներ եք։ Ամոթ ձեզ, ամոթ։ Գնալ։ Մենք տեսնում ենք, որ Վահեի ծեծի օրը հենց նշանակվում է նախարար այն մարդը, որը ծեծի է ենթարկել անգամ նախագահի աշխատակազմի ներկայացուցչին։ Եվ մենք տեսնում ենք, որ խրախուսվում է ամբողջովին այս համակարգի կողմից բռնությունը։ Մենք պահանջելու ենք, որպեսզի բոլոր բռնություն գործադրածները, որոնք զբաղեցնում են բարձրաստիճան պաշտոններ, հեռացվեն իրենց պաշտոնների։ Այս ահավոր է, նման մարդը իրավունք չունի պատգամավորվի, առհասարակ քաղաքականությամբ զբաղվի, նրա տեղը ուրիշ տեղ է։ Սիրելի հայրենակիցներ, սրանից բխում է, որ ձեզնից յուրաքանչյուրը կարող էր լինել հասնակարում և դառնալ Նեմեց Ռուբոյի զորը։ Վահե Ավետյանը դու ես, Վահե Ավետյանը դու ես, Վահե Ավետյանը դու ես, Վահե Ավետյանը դու ես, Վահե Ավետյանը ես եմ, Վահե Ավետյանը ես եմ։ Այլևս մենք չենք հանդուրժի անպատժելիություն։ Ինձ երեք լրատվական միջոցներից մեկը հարցրեց, երբ որ հարցնակարի մոտ էինք, ասաց, դուք ինչ եք անելու ձեր գործընկերոջը պաշտպանելու համար, գործընկեր ասելով նկատի ուներ Ռուբեն Հայրապետյանին։ Ես ուզում եմ հրապարակավ ասել հետևյալը, Ռուբեն Հայրապետյանը մեր գործընկերը չի։ Չի կարող գործընկեր համարվել մի մարդ, որը ընտրակեղծիքներով սղոսկել է խորհրդարան։
Չի կարող գործընկեր համարվել մի մարդ, որը այս իշխանությունների գործիքն է բռնությունների եւ ընտրակերտիկների կազմակերպման համար։ Ռուբեն Հայրապետյանը մնում է անպատիժ մի պարզ պատճառով։ Ինչա Սերժ Սարգսյանը չի հասկանում, որ ինքը կորցնում է, ասենք, իր պրեստիժը հենց նույն բանակի հրամանատարության շարքերում, որ նրանք բոլորը գոնե հոգու խորքում հայհոյում են իրեն։ Չի հասկանում։ Շատ լավ հասկանում է, բայց ինչի չի կարողանում պատժել Ռուբեն Հայրապետյանին։ Պարզ պատճառով, որտեղ իշխանությունը պահպանել է հենց նրա շնորհիվ։ Այդպեսի մարդկանց շնորհիվ է պահպանել։ Այսօր Հայաստանում մենք ունենք իշխանություն, որը հաշվետու է ոչ թե ժողովրդի առաջ, այլ Ռուբեն Հայրապետյանի, Լֆիկ Սամոյի նմանատիպ բոլոր օլիգարխների առաջ։ Դուք լսել եք, թե որ Մեմեթ Ռուբոն իր հաստատելուխների միջոցով